Բարև ձեզ հայրենագից, կխնդրեմ մեզ ներկայացնեք այս ինչ նախաձեռնությունը եւ այս ինչ է։ Մի հատ նկարեն ոչ միանցյա իշխանության հնարավորությանը առանցքային հարցեր, ելի Facebook-ով ցես կգտնենք եւ գտնենք։ Ինչ նկատի ունեք ոչ միանցյա իշխանության հնարավորությանը։ Ես մեր կարևորագույն խնդիրներից մեկը համարում եմ կամ ամենակարևոր խնդիրը համարում եմ այն, թե մի անձը ինչպես նշանակություն ունի մեր հասարակության մեջ, հատկապես կարևորագույն որոշումների կայացման հարցում։ Դիտարկում եմ հնարավոր տարբերակը, որ այդ մի անձը կարող է սխալվել կամ մի անձը կարող է պետության շահերը չսպասարկել իր որոշումները կայացնելիս ու հատկապես վերջին պարագայում մենք որպես հասարակություն ինչ լծակներ ենք ունենալու վաղը չեմ իսօր իր դեմն առնելու։ Երբ որ խոսքը գնում է այս իշխանությունների հեռացման մասին, ես շեշտս մեծ դնում եմ նրա վրա, թե իրենցից հետո ինչ ենք ունենալու, ինչ ենք ստանալու։ Բայց այդ կոնտեքստում հանդես եմ գալիս քաղաքացիական նախաձեռնությամբ, կոչով համախմբել սահմանադրական փոփոխությունների շուրջ, որը որպես հետևանք կարող է ունենալ թե իշխանությունների հեռացումը, բայց ինչը շատ ավելի կարևոր է ինձ համար, նրանի վերարտադրության անհնարինությունը։ Ինչի նկատի ունեմ սահմանադրական նախագծեր ներկայացեք, ով գլայի քաղաքացի։ Քաղաքացի, քաղաքացիական ակտիվիստ կարող եք sense ձևակերպել։ Ձեր անունը գուզեք տալ։ Հայկ Տորունց։ Հայկ Տորունց։ Այո, խնդրեմ Հայկ, հրամեցեք։ Ռեժիմով հանդես եմ գալիս այս ակցիայով ամեն օր ժամը 5-7-ը։ Ինչի նկատի ունեմ սահմանադրական փոփոխություններ ասելով։ Մի անձի լիազորությունների սահմանափակում, մասնավորապես սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդ նշանակելու հարցում, ինչպես նաև պետական այլ կարևորագույն որոշումներում միասնյա որոշում կայացնելու հարցում։ Հնարավոր տարբերակ համարում եմ խորհրդանու մեծամասնության բացառումը մի առանձին վերցած որևէ կուսակցության կողմից, այսինքն որևէ կառավարություն ստեղծվելիք պետք է լինի միայն կոալիցիոն ձևով։ Կոալիցիոն։ Բայց ինչը շատ ավելի կարևոր է կամ ինչին է դա ուղղված, որ անգամ այդ կոալիցիոն կառավարությունը իր հերթին հնարավորություն չունենա նույն այդ սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդ նշանակել առանց ընդդիմության ձայների։ Խոսքս ուղղված է ոչ թե իշխանությանը, որովհետև այս իշխանությունից ես որևէ հույս չունեմ, խոսքս ուղղված է ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերին, որովհետև ես որպես քաղաքացի կարող եմ ինձ թույլ տալ պատճառաբանել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ցանկությունը նրանով, թե ինչ է տեղի ունեցել մինչ այսօր մեր կյանքում, բայց ինչ վերաբերում է իշխանության ձգտող քաղաքական ուժերին, իրենք այդ իրավունքը չունեն, իրանք պարտավոր են ոչ թե ասել, թե ինչ արել Նիկոլ Փաշինյանը, այլ պարտավոր են ասել, թե իրենք ինչ են անելու գալու։ Շատ շիդակ։ Համաձայն եմ ձեզ հետ։ Հայկ իսկ հնարավոր է որ առաջարկեք որ որևէ ազգային ժողով եւ որևէ ազգային ժողով մի տարի ավելի չի լինի, ամեն մի տարի ընդուլչու, որովհետեւ մենք 5 տարի նույն իշխանությունը 5 տարի համբերելու մեր փորձակները գիտեք, 5 տարի է սպասում ենք որ նոր ընդուլչու, որ այս իշխանություններն ազատվենք, 5 տարի Հայաստանը գործանվում է։ Ավելի ճիշտ լինի որ ամեն մեկ ազգային ժողով մի տարիով աշխատի եւ վերջ, ամեն տարի ընդուլչուն։ Եթե իմ կարծիքն է, ես չեմ կարծում որ ամեն մի տարի պետք է ազգային ժողովի ընտրություն լինի, բայց դա իմ կարծիքով տեխնիկայի հարց է, այստեղ ամբողջ միտքը ոչ թե այն միակ լուծումն է, որ ես եմ առաջարկում այդ հարցում, այստեղ ամբողջ միտքը նրանումն է, թե հասարակությունը արդյոք պատրաստ է իշխանության ձգտող քաղաքական ուժերից պահանջել, որ իրենք բոլորը խոսեն նման հարցից, ոչ թե յուրաքանչյուրն իր հերթին առանց չափազանցնելու իրեն համարյա ամենաազնիվն ու խելացին մնացած բոլորին ծախված ու տգետ, Շատ շիդակ։ Այլ յուրաքանչյուրը փորձեն իրար հետ որոշակի թեք ու զիջումների գալով, անկախ նրանց ով ու մասին ինչ կարծիք ունի, որովհետև ես մեղմ ասած մի քիչ անբարոյական եմ համարում, որ առնվազն վերջին տարի ու կեսում Արցախի 23 թվականի սեպտեմբերից հետո այդ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է կործանման ու որևէ եզր չեն գտե համագործակցելու, ես դա որոշակի անբարոյականություն եմ համարում, որովհետև կամ իրենք շարժվում են իրենց նեղ թիմային շահերով, կամ իրենք ուղղակի մեզ ստում են ու Նիկոլ Փաշինյանը այդքան է վատ ղեկավար չի ու իրենք էլ գալու են կասկած ունենալով, որ ստիպված նույն բանն են անելու կամ ի սկզբանե իմանալով, որ նույն բանն են անելու։ Ուստի իմ առաջարկը բոլոր այն քաղաքացիներին, բոլոր հասարակական ու քաղաքական գործիչներին, ովքեր դեմ են այս իշխանությանը, ովքեր կողմ են այն մտքին, որ մի անձ այդքան մեծ լիազորություններով պետք է օժտված չլինի, համախմբել հենց այդ հարցի շուրջ, մեն իշխանության բացառման, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացման, այլ մեն իշխանության բացառման։ Ու ինչն է կարևորը, լավ գիտակցելով, որ առանց այս իշխանության հեռացման դրան հասնել հնարավոր չի լինի, ինքնին առաջանում է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
իբր մուտք։ Դա հայք ինչ կեսեք որ Վարշավետ Փաշինյանը իշխանությանը գավ հանրապետական գուսակցության օրոք համատրությամբ, որ այդ համատրության թեմեր սակայն ըստ երևույթին այդ համատրությունը իրեն հակով դեսավ եւ հարմար եւ այդ համատրությունով աշխատում է այսօրվա իշխանությունը ուժեղ է այդ համատրության։ Որևէ իշխանության այս սահմանադրությունը ձեռք է տալիս, որևէ իշխանություն կարող եմ կասկած հայտնել գալու դեպքում չի ցանկանալու այս սահմանադրությունը փոխի անկախ իրենց նախընտրական կամ նախաիշխանության գալու ոչերի կամ խոստումների։ Կարգախոսներից։ Հա, կարգախոսների ու ուստի իմ խորին համոզմունքը, որ նման փոփոխության պահանջ կարա լինի միայն ներքևից։ Ու իմ մոտեցումը այդ հարցին հետևյալն է, որևէ հաջորդ իշխանություն որը պետք է լինի կոալիցիոն ձևով, կառավարություն, որը պետք է լինի կոալիցիոն կառավարություն, պետք է գա իշխանության միայն ու միայն սահմանադրությունը ընտրական օրենսգիր փոխելու եւ նոր ընտրություն կազմակերպելու, անգամ եթե այդ կառավարության ձևավորումը տեղի ունեցել 26 թվականի հերթական ընտրությունների արդյունքում։ Այսինքն հարցը այն է, թե հասարակությունը ինչի համար է ուզում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հարցը ամբողջ դրանումն է։ Եթե մենք փնտրում ենք ինչ-որ մեկին, որ կարավաղը գա դառնա հաջորդ Նիկոլ Փաշինյանը, ինձ դա որպես քաղաքացի, որպես հայ հասարակության անդամ, դա ինձ ձեռք չի տալիս։ Ուստի իմ խնդիրը կայանում է հենց դրանում։ Նիկոլ Փաշինյանից հետո եկողը պետք է այսքան մեծ լիազորություններով հնարավորություններով ողջված չլինի, այսքան մեծ արհավիրք մեր գլխին բերելու հնարավորություն պետք է չունենա։ Իսկ դրա միակ գրավականը ես համարում եմ ինստիտուցիոնալ հիմքի վրա դրված պետությունը, սահմանադրության իմունիտետի բարձրացումը, որ ամեն հաջորդ իշխանություն ինքն իրենով հնարավորություն ունենա սահմանադրություն փոխել։ Օրենքի գերակայություն, ինչքան էլ որ շատերը դա համարեն ռոմանտիկ։ Որտեղ ներողություն խնդրում կուզենայի նաև կրկնվել, շատ կարևոր է հաջորդ եկած որևէ կառավարություն, որը որ պետք է փոփոխություն իրականացնի, ինչի համար է գալի ու ինչ պահանջով է գալի։ Ի վերջո, եթե ժողովուրդը չի պահանջում այսօրվա անդիմադիր կոչվածներից գալ սրա համար, հաջորդ եկողը դա կարա եւ չիրականացնի։ Մենք ցեզ հետ հարցազրույց կազմում ենք Zoom-ով կամ Skype-ով, լավ ինչ կեսեք, այսինքն դուք ստերգուզեք որ ընդդիմությունը ճանապարհային կարդես եւ ծրագիր չունի։ Փաստորեն որ Պակաս Սրբազանի վերջին շարժումը 60000 անձի հասավ եւ սակայն ինչքան արագ ոտքի ելավ, ինչքան այդքան արագ մանեցավ, որովհետեւ չի գար ճանապարհային կարդես, չի գար քաղաքական ծրագիր։ Իր բոլոր ղարքախոսը, բամավորեն բոլորս համաձայն ենք որ օրվա իշխանությունները ահավոր վատ են, գիտենք, սակայն չի ներկայացուց այլ ընդրանք։ Ինչ կեսեք Հայկ։ Ես ձեր հետ լիովին համաձայն եմ։ Հայք շնորհակալ ենք, մենք կանտիվենք։ Zoom-ով ցեզ հետ հարցազրույցի, եւ մացեզի մալիկս կուդամ։